ինձ թվում է սա սկզբունքային հարց է եւ հարցը պետք է հնչի ոչ թե այն տեսանկյունից արդյոք ոլորտը պատրաստ է, որովհետեւ մենք խոսում ենք մարդու իրավունքից, այլ մենք պետք է խոսենք այն մասին, որ ոլորտը պիտի պատրաստ լինի։ Եվ իրականում այստեղ գիտեք, մենք այն իրավիճակում ենք, որ մեզ հաճախ թվում է եւ ներառական կրթության բանավեճն էլ իրականում շատ հաճախ այդ մասին էր, մարդկանց մի խումբ կա, որ ասում են, այ թող դպրոցներում ապահովի ներառականության միջավայրը, հետո հաշմանդամություն ունեցող երեխաները գնան այդ դպրոց, այդպես չի լինում։ Այդ երեխաները պիտի լինեն այնտեղ, որ այնտեղ այդ միջավայրը ձևավորվի։ Եթե մենք ուզում ենք, որ մասնագիտական կրթության համակարգը լինի ներառական, մասնագիտական կրթության համակարգում պիտի սովորեն աշխատել այդ քաղաքացիների հետ։ Իսկ դա ենթադրում է սկսած կազմակերպչական հարցերից մինչև ուսուցման պլանների վերանայում անհատական ուսումնական պլանների ձևավորման միջոցով։ Այսինքն այս աշխատանքը կարող է արվել միայն այն պարագայում, երբ որ շահառուների հետ համատեղ է այդ աշխատանքը արվում։ Այդ իմաստով ես գտնում եմ, որ պատրաստ լինել չլինելու հարցը պետք է օրակարգում չդնել, եւ օրակարգում պետք է դնել այդ քաղաքացիներին, բոլոր այն քաղաքացիներին ընդգրկելու հարցը, որոնք որ ունեն ցանկություն կրթություն ստանալու։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, ու ես ձեզ մի օրինակ բերեմ, առանձին ընդունելության ժամեր ունեմ ուսանողների եւ աշակերտների համար, եւ նախորդող ընդունելություններից մեկին եկել էր մեր կոնսերվատորիայի արդեն ուրեմն ասպիրանտուրայում սովորող ուսանողներից մեկը, որը կարծում եմ, որ մասնագիտական տեսանկյունից որևէ կասկած չէր թողնում, որովհետև առնվազն արդեն իսկ ասպիրանտուրայում է սովորում եւ իր մասնագիտական գիտելիքների ու կարողությունների մասին է վկայում, որ ինքը հասել է արդեն այս փուլին, բայց որը եկել էր ինձ մոտ հենց աշխատանքի հարցով։ Եվ ասում էր, ուր որ գնում եմ, ինձ ասում են դու քեզ տեսել ես, դու կարող ես աշխատել։ Կներեք, որ այսպես կոպիտ եմ արտահայտվում, բայց դա այն արձագանքն է, որ լսում է քաղաքացին։ Երբ որ ունենալով կրթություն դիմում է իր մասնագիտական կարողությունը օգտագործելու եւ աշխատելու համար։ Սա մի իրավիճակ է, որը պիտի ընդունենք, որ այդ իրավիճակը լուծենք։ Որովհետև եթե մենք ասենք, որ ամեն ինչ լավ է, ուրեմն ոչինչ չի փոխվելու։ Եվ ես ձեզ ասում եմ, որ ես այդ խնդիրը տեսնում եմ, որովհետև նույնիսկ մեր այն քաղաքացիները, որոնք ունեն կրթություն եւ ունեն համապատասխան կարողություն, միշտ չի, որ կարողանում են այդ աշխատանքը գտնել։ Ու հատուկ եմ օրինակը բերում հենց այս ոլորտից, որը նաեւ մեր համակարգման ներքո է, որպեսզի ցույց տամ, որ դա նաեւ մեր խնդիրն է, եւ ես կարծում եմ ավելի լավ է այդ խնդրի շուրջ միասին աշխատել։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, իհարկե ես ձեզ հետ համաձայն եմ եւ նույն կարծիքին եմ եւ նման քաղաքացիների ես էլ եմ շատ հանդիպում, վերջերս մի քաղաքացի էր ինձ դիմել, ով 3-4 օտար լեզու գիտեր, բարձրագույն կրթություն ուներ եւ էլի նույն խնդիրը կար, բայց ես կարծում եմ նաեւ այստեղ դուալ կրթության, այսինքն աշխատավայրում կրթության մասնագիտական կարողությունների զարգացման գործիքը պետք է աշխատացնել, որովհետև նույնիսկ եթե մենք խոսում ենք հաշմանդամություն չունեցող քաղաքացիների մասին, ապա բոլորը չէ, որ միանգամից մասնագիտություն ստանալուց հետո շատ հեշտ կարող են աշխատաշուկայում ընդգրկվել։ Այս մասով կխնդրեի ասել, եթե դուք ունեք որոշակի աշխատանքներ արված եւ ինչ է նախատեսվում հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց մասով, որովհետև ես կարծում եմ, որ իսկապես գործատու եւ կրթական ոլորտ շատ սերտ համագործակցության արդյունքում է հնարավոր նաև այս տեսակ խնդիրները լուծել, այդ թվում կարծրատիպերի հաղթահարման իմաստով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, միանգամայն ճիշտ եք, իրականում մասնագիտական կրթության համակարգը արդեն իսկ այդ գործիքակազմը ունի եւ խոսքը վերաբերում է միկրովորակավորումներին, մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքում այդ գործիքակազմը արդեն նախատեսված է եւ դա նաեւ բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի նախագծում է ներառված։ Սա նշանակում է, որ քաղաքացին կարող է ամբողջ դասընթացը ֆորմալ կրթության չանցնել, բայց եթե որևէ բաղադրիչ անցնում է, որը իրեն տալիս է գործնական
որոշակի գիտելիք եւ հմտություն միկրովորակավորում կարող է ստանալ այդ մասը անցնելով, որը արդեն նրան աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորություն կարող է տալ։ Եվ սա համադրելով դուալ կրթության այն մոտեցմանը, որը արդեն իսկ բավականին խոսվեց, կարծում եմ, որ սա կարող է լինել նաեւ մեր ուրեմն ամբողջական կրթական ծրագրի յուրացումը ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար կամ արդյունավետ չհամարվող քաղաքացիների պարագայում աշխատաշուկա անցնելու հնարավորություն։ Այսինքն օրենսդրական մեխանիզմները իրոք կան եւ այստեղ ավելի շատ իրոք աշխատանքի խնդիր է, որպեսզի կարողանանք այդ ուրեմն մեխանիզմները նաեւ աշխատեցնել եւ դրանք իրականություն դարձնել։